Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այնպես են ստացվում, որ չի լինում լռել ու այս վերջերս գնացել ենք Էջմիածին օրհնություն ստանալու, անմիջապես 2 օր հետո ասեցին վեհափառին են դատում և ստիպված նորից հետ գնացինք արդեն պաշտպանելու։ Ուզում եմ օգտվելով առիթից նախ և առաջ շնորհակալության խոսք ասել ինքնահրաժարական տված, այսպես ասած, ինքնաբացարկ տված դատավորին, Մանուկյան Հակոբին և ուզում եմ ցիտել նրա անմիջական բառերը։ Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից, նա ազգային հոգևոր միասնության խորհրդանիշ է, նշել է ինքնաբացարկի մեջ Հակոբ Մանուկյանը։ Հակոբ Մանուկյանը դարձավ ծիծեռնակը դատաիրավաբանական դատաքննչական համակարգում, որ սկսեց նորից հույս ցանել առ այն մեր բոլորիս մեջ, այսպես ասած պոտենցիալ քաղբանտարկյալներիս և բոլոր քաղբանտարկյալներիս մեջ, այսինքն բոլոր նրանց մեջ, ովքեր փորձում են հայրենիք պաշտպանել այս կամ այն կերպով։ Դարձավ առաջի ծիծեռնակը, հուսանք, որ դաժան չեն վարվի նրա հետ, բայց նաև ուղերձով ուզում եմ ասել, ինչ էլ որ լինի, քո ժառանգները, եթե տղա ունես քո տղան, չի ամաչելու քո որդին լինելու համար։ Հիմա անդրադառնանք նորից ԱԺ թատրոնին, Թատերաբեմին։ Նիկոլը, ինչպես միշտ, իր բարձրության վրա է ճակատավոր։ Կրծած կուկուռուզից հետո, կրծած կուկուռուզ քանդեցին, հիմա կրծած քարտեզ ունենք։ Կրծած, բառացի կերած։ Ու դեռ բացի այդ, որ դնում են ապօրինաբար բոլոր օրենքները խախտելով ազգային ժողովի, այսպես ասած, ճակատին, այդ քարտեզը, որտեղ բացառապես հերքվում է Արցախի գոյությունը, միաժամանակ հոխորտում են Քեմալական պայմանագիրը, այսինքն երիտ թուրքերի երկրորդ տեսակը, որ դա պետք է լիներ դեռևս 2016 թվականին, 19 թվականին, կներեք, 2019 թվականին, այսինքն դա ևս մի ուղերձ էր Ալիևին, որ մենք ուշացրել ենք ձեր պատվերը, ներող կլինեք, այսպես ասած, ու դրան զուգահեռաբար փորձում են լավ տղա խաղալ ազգային ժողովում Քեմալական պայմանագիրը իրենց բաժին, ամեն մեկը իր բաժին լափը արդարաբար վաստակելով։ Ես ուզում եմ հիմա անդրադառնալ այն կերպարները, որոնք որ արդեն ակտիվացվել են և պետք է Ալեն Սիմոնյան բացը լրացնեն, դա ակնհայտ է։ Այնտեղ Ալեքսանյան Վահագ, որին ես միշտ խոճկոր եմ ասում, իմ շատ սիրելի կերպարներից ճակատավոր մեկը, որին դեռևս Բարգավաճ Հայաստանում աշխատելու տարիներից գիտեմ, որ իրոք էդ կերպարն է, ու դա Վահագ, դա կապ չունի, չաղ կլինես թե նիհար, քո տեսակն է խոճկորի, քո ուղեղն է խոճկորի։ Ուզում եմ անդրադառնալ են Կոնջոյան, Մոնջոյան, սենց դրանք մի հատ խումբ են, հա իդեպ Տարոնին են, որ հոխորտում էր անցած անգամ, փորձում էր տղա խաղալ։ Մամատ էլի գնում է Թուրքիայից ապրանք-մապրանքա բերում տղա, ու բազմակետ։ Ասել եմ չէ, որ կանդրադառնամ քեզ, չեմ խորանում։ Հիմա մի հատ հատուկ, սենց այսպես ասած, հատուկ կերպար են մեջտեղ դրել, այսպես լալահառաջ, կեկելի կերպարով, իդեպ ասեմ Թաքու, շատ նման ես կեկելին, Թաքուի Ղազարյանին, ես չգիտեմ դու քեզ որտեղ են հորինել այդ կերպարով, բայց որ շատ վատ ռեժիսոր է հորինել, այդ փաստ է։ Թաքուշ, ասեմ, որ ադրբեջաներենում որպես հին հետախույզ եմ ասում, Թաքուհի բառ գոյություն չունի, որովհետև նրանց մոտ հարեմ է,
մահմեդականների մոտ ու Բաշխաթուն են ասում առաջի գլխավոր տիկնոջը, իդեպ ասեմ, որ նրանք շատ արագ են փոխվում այդ Բաշխաթունները մահմեդականների մոտ, այնպես որ այդ թաքու կարգավիճակը, որ հերդ քեզ տվել է այդ անունը, այդ ոնց էր ասում կամավոր պատերազմ գնացած պապայիդ, մի օր գոնե հարցրել ես, համաձայն է, որ քո աշխատավարձ ու պարգևավճարները իր արյան գինը լինի ու դու կարողանաս այդ աշխատավարձով իրենց պահել։ Իդեպ օգտվելով առիթից կրկին անգամ ուզում եմ անդրադառնալ մեր գերիներին Հայաստանում և Հայաստանից դուրս, որովհետև դեռ հարց է, թե մեր գերիները որտեղ են ավելի վատ պայմաններում, Հայաստանի բերդերում ու բանտերում, թե Ադրբեջանի, կարծում եմ նրանք նույնատիպ պայմաններում են, ավելին, որ այստեղ նաև ավելացրած է նրանց վրա քրեական հանցագործներ սարքելու պիտակը, այո սարքելու, այս պահի դրությամբ Արմավիրի քրեակատարողական, այսպես ասած ժողովրդի բառերով ասեմ, որ հասանելի լինի, ստրոգի ռեժիմի, Չոբան Քյարան, ձեր շատ սիրելի, հիմնականում դաժան, տաժանակիր պայմաններում են ապրում, այդ թվում նաև վերցրած բժշկական, ամբողջ Զարուհի Փոստանջյան մի քանի անգամ անդրադարձել է, չէ՞ այդտեղ բժշկական իրավիճակին, հիմա նորից ուզում եմ բարձրաձայնել ես, աչալուրջ եղեք, բժիշկներ, որովհետև այդտեղ դուք դանդաղ, եթե պատվեր չեք կատարում բոլոր պատերազմների մասնակից տղաներին, պարզապես ոչնչացնելու, ապա աչալուրջ եղեք նրանց առողջությանը։ Ես այսօր կրկին ուզում եմ անդրադառնալ եղնիկներ ջոկատի արծիվներից մեկին, Արմեն Մնացականյանին, 46 տարեկան այդ տղան գիպերտոնիկ հիվանդությամբ ու սրտի խնդիրներով է, Արմեն ջան կներես, ես գիտեմ, որ դու ուժեղ տղա ես ու չէիր ուզի, որ քո խնդիրների մասին այդքան բացահայտ լինեի, բայց լռել այլևս հնարավոր չի, ինչ եք անում, դանդաղ սպանում եք մեր սպաներին, Պապիկյան, այսօր դու իբր թե հավաքել ես համալրում բանակի, էդ ումով ես համալրում, քո բոլոր նորմալ սպաները, որոնք պատերազմական փորձ ունեն, բերդերում ու բանտերում են, ումով ես գնալու կռիվ, կնանիքով, ոչ թե կանանցով պատերազմի ունակ, այլ կնանիքով, կամ էլ կնաբարո է ձեր փորները ծնգների դրած տղամարդկանցով, գերագույն գլխավոր հրամանատար չունենք, պարզ է, որովհետև Նիկոլն է որոշել, որ ինքը գլխներիս դենց մարտունակ գլխավոր հրամանատար է ու նախարար չունենք պաշտպանության, որովհետև չի կարող նախարար համարվել մեկը, ով որ իր զինակից ընկերոջ վրա կրակելու փաստ է ունեցել իր զինվորական ծառայության ժամանակ, բարդակ է սահմաններում, սահմանագծում սահմանազատում են այնպես, ինչպես ուզում են թուրքերը, Իրանի Պարսկաստանի քթի տակ որոշել եք, որ ամերիկյան ճանապարհ եք բացում, այսինքն իսրայելյան, այսինքն Իրանի զինակից եղբայր Իրանի քթի տակ տանում եք, դնում եք նրա թշնամուն, պարզ ժողովրդական լեզվով, ու այդքանից հետո էլ դեռ ուզում եք, որ ձեր հետ որևէ մեկը խաղաղ բանակցի, Նիկոլ գնացել էր ԵԱՏՄ ու ընդեղ մռմռում էր ինչ-որ բան էր մրթմրթում, որ իբր թե եկել ես, որ ասես, որ Հայաստանը ուրույն պետություն է ու ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ից բացի կարող է ուրիշ, որտեղ ցույց տվեցիր, որ ԵԱՏՄ-ից բացի դու տնտեսական ուրիշ ճանապարհ ունես, արա, կոլիկ հերիք չի սուտ ապուշ խոսես, որտեղ ես ցույց տվել, ով է վերցրել քո որևէ արտադրանք և սպառել, օրորի գները խանութներում ավելանում է, ու դեռ
այդքանի մեջ էլ մեղավոր է Ռուսաստանը, հա? Դու մեղավոր չես? Մի հատ ձեզ նայեք, արա, անելուց առաջ։ Մեր գերիների պահով։ Մեր գերիները Ադրբեջանում են ու ի ցավոք սրտի Քեմալական պայմանագրի ու Նիկոլիկի դեռ դիմադրում են, դիմակայում են, դիմանում են։ Ամենաշատը այդ գերիներից Հայաստան վերադառնալուց Կոլիկ, դու վախենում ես Արայիկից, չէ, Արայիկ Հարությունյանից։ Ես միշտ այդ տղայի հանդեպ ատելությամբ եմ խոսացել, հիմա էլ ունեմ այդ ատելությունը, միայն մի պարզ պատճառով, որ մատաղացու ուլի տեղ թույլ տվեց իրեն Նիկոլը իր շահերի համար մատաղի ու մի բառ չարտահայտվեց, կորցրեց երկիրը, լավ հասկանալով, որ իրեն տալու են պատանդ, իրեն կոնկրետ ինքը գիտեր, որ իրեն տալու են, չէ, ու այդքանի հետ միասին մնացածին էլ հետը կոչկեց, ըստ օդում կախված լուրերի Կոլիկ, դու ես այդ ցուցակը տվել թուրքերին, որ ովքեր պետք է հանձնվեն, որովհետև դա են տղերքն էին մեծ մասամբ, որոնք կամ ավելի շատ բան գիտեին քո արածների մասին, և կամ էլ այդ ամեն ինչի հետ միասին, կամ գիտեին, կամ էլ մասնակից էին, օգտագործվել էին քո կողմից, կամ էլ գիտեին, ինչ է իր անելու։ Հիմա դառնանք Ռուբինյան Ռուբենին, այս վերջերս դու դառել ես, այսպես ասած, իմ ցուցակի զվեզդան, կոպիտ ասած։ Ռուբինյան Ռուբեն, շնորհակալություն նախ որ թուրքերեն չես խոսում այդ տեղից, գոնե հայերեն ես խոսում, որովհետև եթե ճակատագրի և պատերազմների բերումով ես թուրքերեն գիտեմ, հնարավոր է, որ մեր պատգավարների մեծ մասը չիմանային թուրքերեն։ Ես հասկանում եմ, որ դու մի կերպ ես արյանդ կան չխեղտում մեջդ, և այդ որ լալա հարաճ կցել ես մեջտեղ, որ այդ բաշխաթունը Ադրբեջանի ասի, դուք ինչ եք ուզում, սենց կիսալացելով, դուք ինչ եք ուզում եք, որ Ադրբեջանը չլինի, հա, թակուշ, մենք ուզում ենք, որ Ադրբեջանը չլինի, մենք ուզում ենք, որ հայերի մորթած, գալիան մխիթարներ կերած Ադրբեջանը չլինի, մենք ուզում ենք, որ Թուրքյան չլինի, իմ պապերին եղերնած 15 թվի միլիոն ու կես հայ մորթած Թուրքյան չլինի, մենք ուզում ենք դա, այո, որտեղ մենք հայեր ենք, որտեղ նրանց պետությունները կայացել են մեր ողբերգությունների վրա, Ադրբեջանում մարաղա, եղերնած Ադրբեջանը, Սունգայիթու մարաղա, եղերնած Ադրբեջանը, այո, ուզում ենք, որ չլինի, ու դա ամեն հայ է ուզում, եթե հայ է, էդի պրթեք կռիվ գնացած կամավոր հորդ, մի հոր հարցրու, գոնե դեմիս թուրք տեսած կաս, էդ որ 10 օր ես իմ որդեղ եղել, դու էլ չես կարող, մի հատ լավ ման գայր հարևանների տները, կարող այն չորտեղ խմում էր, արա բերանս բացել մի տվեք, եթե չեմ իմանում, ինչ-որ մեկի մասին բան, ես դա չեմ ասում, բայց ենքան հեշտ է ինձ ինվորմացիա գալի, որովհետև իմ ժողովուրդը ինձ այդ ինվորմացիան ուղարկում է, ու բոլորիդ մասին գիտեմ հատ-հատ, որդ որտեղից եք ծլել, որդ ինչից եք լափել, որդ ինչ եք արել, ու ոնց եք աճել հասել այդ աստիճանի։ Ես դատահամակարգին կխնդրեմ 19-ին կա մի հատ թքած քսած դատ Աբովյանի առաջին ատյանում, ամսի 19-ին ժամը 3-ին բոլոր նորմալ հայերին իդեպ հրավիրում եմ այնտեղ, ես անձամբ ներկա եմ լինելու, դա մեր պատերազմացած տղաների վրա է, մտածածին, ենթադրաբար, մտածածին, այսինքն ենթադրաբար, հեղաշրջում մտածելու փորձով եսի մինչ, մի հատ ապուշություն, բառացի ապուշություն, ու մեր պատերազմներ հաղթած պատերազմների դիրքերում հիմնականում են տղերքն են, ովքեր որ ոչ մի քայլ ետ չեն նահանջել։ Դրանցից մեկ եմ մանկության ընկերներից է, ու Արմեն Մնացականյանի առողջականը այս պահի դրությամբ բարեհաջող չի։
Ես կոչ եմ անում բոլոր դատավորներին, որոնք իրենց հայ են համարում։ Կա նախապայմանը արդեն Հակոբ Մանուկյանի։ Հետևեք եւ մի լրացրեք Նիկոլա Թուրքերի վճարովի դատավորների ցանկը։ Այդ ձեր աշխատած պարգևավճարները դրանք ուտելու եք, ծամելու եք, թքելու եք, հանձնելու է։ Բայց խարանը, որը որ ժողովուրդը դնելու է ձեր ճակատին Նիկոլին ծառայելու տարիների համար, ձեր թորներն ու ծորներն էլ են կրելու։ Կոչս Աբովյանի առաջին Ատյանի դատավորներին։ Պարզապես արդարադատ եղեք, ուրիշ բան չէ։ Ուղղակի օրենք պահեք, իսկ եթե օրենք պահեք, այդ տղաները մի ժամ հետո պետք է տանը լինեն, որովհետև իրականում նրանց վրա չկա ոչ մի գործ, նրանց միակ հանցանքը, այն էլ մեծ քրեական ըստ Քեմալական պայմանագրի, այնա որ նրանք հայրենիք են պահում, այնա որ այդ տղերքը հայրենիք են պաշտպանում, 44 օրյայի սպա տղան Այս պահի դրությամբ են վիճակում է, որ այնքան էլ հպարտություն ու կամք ունի, օրինակ Արմենը, որ մի բերան չի ասում, ես ուրիշներից եմ իմանում, որ լավ չի, մի բերան չի ասում, որ ես վատ եմ օգնության կարիք ունեմ, իմ առողջականը նորմալ չի, կդիմանամ, ուժեղ տղերք են այնտեղ, կդիմանանք, կհաղթենք, կանցնենք, ես էլ կանցնի, Հո թուրքից թուրք չեն, թուրքից թուրք են, սրանք Արմեն ջան, հավատա, սրանք թուրքից թուրք են։ Հիմա մեր ընդդիմադիրներին, Վարդևանյանին շնորհավորանքներս, հուսամ, որ կդիմանաս, դա ևս մի ճակատ է, արջակատելու ես, ու այստեղ այո ոչ կուլտուրան և մնացած բաները, ինչքան էլ փորձում եմ լինելով 15 գրքի հեղինակ կուլտուրայի մեջ մնալ և խոսել, որպես գրողի իմ մեջի ֆիդայինը միշտ հաղթում է գրողին, որովհետև սրանց հետ ոչ թե միայն ֆիդայինի հայհոյանքով, սրանց հետ ուղղակի պետք է թուրքերեն խոսես, գուցե կեսը տեղ հասնի։ Շնորհավորում եմ եղբայր ու ցանկանում եմ հաղթանակած ավարտ։ Իսկ ինչ վերաբերվում եմ Ինչքան կտևի սա և կամ անընդհատ ասում ենք ինչ ենք անելու, նախ դիմանալու ենք, հետո դիմագրավելու ենք և անելու ենք ամեն ինչ, որ թուրքը Սյունիք չմտնի գոնե, իսկ Արցախը բոլոր են ծանծաղամիտներին, ովքեր որ մտածում են մենք Արցախը վերջնական ենք կորցրել, մենք Արցախը երբեք չենք կորցնելու, մենք դեռ Նախիջևանն էլ ենք ետ բերելու, որովհետև Քանի դեռ կա վերջին հայ, գենետիկ հայդուկը, որ երազում է հասնել Մասիս, մենք երբեք չենք կորցնելու, մեր հայ լինելու հպարտությունը ու պայքարելու ենք, այդ որ ասում եք ուզում եք կռիվ լինի, հա ուզում ենք կռիվ լինի, ուզում ենք արժանապատիվ պատերազմով կրկին հաղթանակ, մի հատ հարցրեք Են հին զոհվածներից որևէ մեկի ծնողներից կան ողջ, հարցրեք նրանց և հարցրեք մեր այսօրվա զոհվածների ծնողներին, ովքեր են ավելի, չեմ ասի թեթև, որդու կորուստը երբեք թեթև չի լինում, ու երբ ձեռքերիդ քո զինակցի արյունն է, դա սարսափելի բան է, երբ անզորությունից ոռնում ես ու ոչնչով չես կարողանում օգնել զոհվող, սպանվող, մահացող ընկերոջդ, Դա սարսափելի է ու ինչ չէ, որ դա պետք է պատմեն, բայց հաղթանակած տղաների ծնունդներին մենք երկու պարով գնում էինք Եռաբլուր հետները իրենց ծնունդը նշելու ու ասում էինք գենացդ, աղբերս, գենացդ։ Իսկ այսօր ես Ամսի 7-ին, օգոստոսի 7-ին Նեմեսիսի հիմնադրման օրն էր, ու որպես հայվրի ժառու գնացել էի Նեմեսիսի արձան, ու ես բան չունեի այդ մատղաշ երեխեքին, որ իմ երեխեքի տարիքին կարային լինեին, բան չունեի արդարանալու, արդարացում չունենք մենք տղերք, չունենք, ես վետերաններին եմ ասում, մենք արդարացում չունենք, որովհետև լռեցինք, Երբ
սկսեցին մեզ բանտերում փակել, երբ մեր հրամանատարներին սկսեցին բանտերում փակել, սկսեցին մանգալ գտնել, ով քանի հատ տուշոնկա կերավ, ով որտեղ գնաց, ով ինչ բերեց, մոռացանք, որ մենք իրար հետ արուն ենք տվել, մոռացանք, որ մենք իրար հետ մի կտոր հացը 10 հոգով ենք կծել, ու դրա համար Նիկոլի նման թափթփուկները իրենց հրեշներ երևակայեցին, դրա համար Կոնջոյանի նման ոչ շնչությունը, որ արժեք չունի, այսօր կարում է, հասել է հերիք չի ազգային հարթակ, ազգային ժողովի հարթակ, մի հատ էլ փորձում է այնտեղից հոխորտալ, դրա համար էլ Նիկոլա մեր զոհված տղաների հասցեին ասում էր, մինուս պլուս 50 զոհ ենք տվել, թակուշ էդ վաղ չէիր ցանցվում, էդ որ լավ ցանցվում ես, հետաքրքիր էդ ում վրա ես տես ցանցվում, մի խոսքով, եկեք անդրադառնանք նորից մեր խնդիրներին, սակայն մենակ խոսելով սելը տեղից չի շարժվելու, ազգային ժողովը ընդհանրապես, չգիտեմ, ես իմ կարծիքը նորից չեմ կրկնի, բայց այս գործը հարկավոր է ռադիկալ լուծել, ռադիկալ լուծում է պահանջում, Նիկոլը չի հանձնվելու, չի ենթարկվելու, հրաժարական չի տալու, սուտ է, երբ այգի հայվան եմ մտնում, թուրքի հայվան, նրան լարում ես փեդով, ու հարկավոր է սրանց քերել, շպրտել, իրենց հայրենիք ուզում են, որ տենց լալահարաշ չասեն Ադրբեջանը, վայ ուզում եք Ադրբեջանը չլնի, թող գնան իրենց Ադրբեջանը, ոչ մեկ նրանց հետ չի պահում, Քեմալական պայմանագիրը դա երիտ թուրքական կազմակերպության շարունակությունն է ու նրա շիրագործած ծրագրերն է իրագործում, ժողովուրդ ուշքի եկեք, Էդ որ ասում եք սա կանի, սաղ մեկ են, աթորակրվե բան, սուտ է, տենց բան չկա, բե դուրս եկեք դուք պաշտպանեք այդ հայրենիքը, եթե նրանք սխալ են, գոնե անում են ինչ որ կարող են, գոնե անում ենք ամեն մեկս մեր ոլորտում, ինչ որ կարողանում ենք անել, բայց մի ձեռը ծափ չի տալի ժողովուրդ, համախմբում է պետք, միասնություն է պետք, Էդ որ գոռում էինք 88-ին միացում, էդ օթից չէինք գոռում, միացում է պետք, միանալ է պետք, մի կողմ դնենք և ինձ և քեզ, մի կողմ դնենք ազգ, և մերը և ձերը չկա նման բան, կա գոյություն ունի, քեմալական պայմանագիր, որը երիտ թուրքերն են, ու կա ազգ, ինչ սխալ ենք որս արել, որտեղ ենք սայթակել, ընկել ենք, բարձրացել ենք, ինչ ենք արել, եկեք իրար ներենք, եթե տվյալ մարդը, ով ուզում է լինի, այս պահի դրությամբ, դեմ է Ադրբեջանին, դեմ է թուրքացմանը, դեմ է մահմեդականացմանը, դեմ է, որ մեր եկեղեցիները պղծվում է, դեմ է վերջապես Նիկոլին ու քեմալական պայմանագրին, ուրեմն նա թուրք չի, իսկ եթե թուրք չէ, Ուրեմն հարկավոր է համախմբել, ուրեմն թող լինի իմ հետ նույն խրամատում, ուրեմն կվստահեմ ևս մի անգամ հուսալով, որ թիկունքից չի խփի։ Եկեք միավորվենք, այս ազգը միավորման կարիք ունի։